Կլինիկան արդեն 14-րդ տարին է գործում է։ Տարիների ընթացքում իհարկե նկատելի փոփոխություններ տեղաշարժեր կլինիկայում եղել են։ Ի սկզբանե մենք շատ ավելի փոքր անձնակազմով էինք սկսել աշխատել։ Դրանից հետո մեզ իհարկե ընթացքում միացան եւ կինեզիոլոգներ եւ ռեֆլեքսոթերապևտներ, ներսող բժիշկներ, բավականին զարկ տրվեց ֆիզիոթերապիային։ Ընթացքում իհարկե ներմուծեցինք օստեոպաթիկ բուժման ձևերը։ Ընդհանուր առմամբ փորձում ենք հավատարիմ մնալ մեր սկզբունքներին։ Իհարկե աշխատում ենք, կարելի ասել, բացառապես վերականգնողական բուժման բնագավառում։ Ավելացված ծառայություններից մեկը նաև բիոիմպեդանսոմետրիան է, որը որ նույնպես բավականին լուրջ գիտելիք է եւ նույնպես զարկ տվեց մեր ստացվող արդյունքների բարելավման առումով։ Իհարկե շատերին դա անծանոթ մեթոդ է, մի երկու բառով ես կարող եմ իհարկե դա ներկայացնել, բիոիմպեդանսոմետրիան կամ այլ կերպ ասում են մարմնի բաղադրիչների ախտորոշում, կարելի ասել, այսպես ասած, ինչ դա հատուկ հետազոտություն է, որի ժամանակ որոշվում են մարմնի բաղադրիչները, տոկոսային հարաբերությունները դրանց, մետաբոլիկ տարիքն է որոշվում, կալորիայի ծախսը, քաշի ինդեքսը, ինչպես նաև մնացած բոլոր բաղադրիչները եւ հեղուկները ըստ ֆրակցիաների։ Եվ արդյունքում տրվում է անհատական դիետա։ Կարող եմ ասել բավականին էֆեկտիվ մեթոդ է գիտական հիմնավորմամբ, ու կարևորում եմ ես այդ մեթոդի այն հանգամանք, որ սա, հասկանում եք, սա նիհարելու կամ քաշ կորցնելու մեթոդ չէ, սա ենթափոխանակության կարգավորման մեթոդ է, եւ իսկ քաշի կարգավորումը ինքս այս մեթոդի դեպքում ստանում ենք երկրորդային, այսինքն կարգավորելով նյութափոխանակությունը ստանում ենք քաշի կարգավորում։ Սա այն մեթոդն է, որը ցուցված է նաև անորեքսիկներին, այսինքն մարդկանց, որոնց անհրաժեշտ է քաշ հավաքել, որոնք քաշի դեֆիցիտ ունեն։ Ճիշտ է, դա բավականին տևական մեթոդ է, ֆազային մեթոդ է, առաջին ֆազան միշտ 4 շաբաթ է, երկրորդը 6-ից 8, երրորդը ավելի երկար։ Ամեն ֆազայից հետո այդ հետազոտությունը կրկնվում է, դիետան կարդինալ փոխվում է, եւ այստեղ մի հատ եւս շատ կարեւոր պահ կա, որ ամեն ֆազայի ավարտին նոր հետազոտությունից հետո բուժառում ինքը կարողանում է ինքնուրույն տեսնում է, այսպես ասած, թղթի վրա, որ ասենք ցուցանիշը ինչքան է եղել, ինչքան է դառել, եւ դա նույնպես շատ ստիմուլացնող հատկություն ունի, իհարկե մարդիկ դրանից շատ ավելի ոգևորվում են, շատ ավելի կարգապահ են հետևում տրված դիետային եւ փորձում են չխախտել, որովհետեւ արդյունքը ակնառու է լինում։ Ինչու եմ ես կարևորում այս մեթոդը, որովհետեւ հավելյալ քաշը այսօրվա դրությամբ կարող ենք ասել, որ մեր ժամանակաշրջանի մեծագույն չարիքներից մեկն է։ Իհարկե մյուս մեծագույն չարիքը, որը ես նույնպես մեր ժամանակների համար համարում եմ, դա համակարգչային տեխնիկան եւ հեռախոսներն են իհարկե, որոնց պատճառով այսօրվա դրությամբ ես նույնիսկ կարող եմ ասել, երևի թե չկա մի մարդ, որը չունենա հենաշարժիչ համակարգի խնդիրներ կապված այդ հանգամանքի հետ։